քրեական գործի շրջանակումները, խոզարկությունները եւ բերման ենթարկեցին արդյոք պարոն Ծառուկյանին, ինչ կարգավիճակով Պարոն Ծառուկյանին ձերբակալեցին, տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ դատարան, կալանքի միջնորդություն են ներկայացնելու դատարան, կալանքի համար։ Մեծ հաշվով սա է, մեղադրանքները մի քիչ շատ ծիծաղալու եւ абսուրդային են, խարդախության օժանդակություն եւ փողերի լվացման օժանդակություն, այսինքն եւ մենք շատ մանրամասների մեջ չենք ներկայացնի, բայց ընդհանուր առմամբ այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետքա ճանաչվեր տուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի, խոսքը գնում է հայ-իրանական համատեղ առևտրային պալատա ստեղծվել, Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները լուրջ զարգանան առևտրային եւ այս առումով նաեւ պետական մակարդակով այնտեղից թույլտվություններ են տվել իրենց կազմակերպությունները, որ գան այստեղ մասնակցեն եւ հիմնվի այդ համագործակցության համար համապատասխան կազմակերպությունները, այսինքն լուրջ ներդրում արել միջպետական հարաբերությունների զարգացման առումով, բայց այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել եւ դրա հետ կապված նաեւ այստեղ հաղորդումներ կան ներկայացած նրանց դեմ, բայց քանի որ իրենք էլ օգտվելով իրենց հնարավորություններից Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել, այնտեղի նյութերը ուղարկել են այստեղ եւ չգիտենք ինչի մեր իրավասու մարմինները պետական հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր եւ դրա հիման վրա որոշել են որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրյալի այն դեպքում երբ որ այստեղ ասում եմ նրա մասնակցությամբ կազմակերպությունը եւ պետք է դժոխ ճանաչվեր հիմա այս տեսանկյունից մեր համար զարմանալի է որ Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացու շահերը եւ այնպիսի իրադրությունում երբ որ միջպետական հարաբերությունների զարգացման համար էր այս բոլոր գործողությունները կատարվել փոխանակիր քաղաքացու շահերը պահպանվի այս դեպքում ի վնաս է լինում եւ դա հասկանալի է որ խոսքը այս դեպքում քանի որ Ծառուկյանի մասին է դրա համար այս գործողությունները կատարվեցին ինչի կատարվեցին որովհետեւ ուղիղ հայտարարություններ եղան սպառնալիքներ եղան որ Ծառուկյանի հետ կապված նման գործողություններ են լինելու ավելին հենց այս ընթացքում երբ որ այս գործողությունները կատարվում էր իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում էին որ տեսակ ասեցինք ու արեցինք այսինքն սա դուք քաղաքական այսպես process-ների ենթատեքստում եք տեսնում ասում եք իրավական հիմքեր ընդհանրապես չկան մենք ասենք թե չասենք քաղաքական բոլորը տեսել եք թե ինչպես է հրապարակային հանձնարարվել թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ կապված նրա գույքերի հետ կապված ունեցվածքի հետ կապված այսինքն դա պարբերաբար ասվել է ընդ որում ասվել է հիմա էլ ասում են ասեցինք ու արեցինք եւ գիտեք մի բան էլ ասեմ այսինքն ինչ է ստացվում որ բոլոր քննչական մարմինները հարկային մարմին դատախազություն բոլորը սպասում էին որ այսօր նույն ժամին բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարել այսինքն սա ուղիղ նշանակում է որ մի կետից հրահանգ է եղել այլապես 19 թվականին 20 թվականին 22 թվականին 24 թվականին հարուցված ինչ որ գործերով այսօր չէր որոշվի որ մի անգամից տարբեր մարմինների վարույթներում գտնվող բոլորը մի անգամից ակտիվանում են այսինքն պարոն Խաչատյանը կպատասխանի մեզ հարցին այսպես ասած մուլտիգրուպ կոնցեռնի ընկերությունները գիտեք որ խոզարկություններ են կապարակնկվել են շատերը փաստորեն այնտեղի հետ կապված ոչ մի հարց չկա այսպես է դուրս գալիս այսինքն հարցը չհասկացա ինտերնետ ներկայացվեց որ հայ-իրանական պալատի ստեղծման հետ կապված տվյալ պարագայում պարոն Ծառուկյանի մեղադրանք կառաջադրվի այսինքն ձերբակալվել է պարոն Սարգսյանի կողմից նշված մեղադրանքներով ըստ էության մյուս գործերը ուղղակի այս ճնշումների շարունակությունը որպեսզի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների գործունեությունը կանգնացվեն Պարոն Սարգսյան, պարոն Խաչատյան, այսինքն խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով իրեն մեղադրանք արդեն առաջադրել են, ճիշտ է։ Դե ձերբակալել են դատարան ներկայացնելու համար ըստ էության հիմա մենք շարժվենք քննչական մարմին ու հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կներկայացվի պարոն Ծառուկյանին։ Պարոն Խաչատյան, 12 ժամ համարյա ներսում էին իրավապահները, կարող եք այդ process-ից մի փոքր ներկայացնել, ինչ էին փնտրում, ինչ վերցրեցին, ինչ էր տեղում։ Ճիշտ ասած ինչ որ փնտրում էին ու գործին վերաբերելի որևէ նյութ չեն վերցրել ըստ էության, իսկ մնացած ինչ որ վերցրել են ապօրինի, դրա մասին հայտարարությունները մեր կողմից կատարվել են ու հետագայում բողոքարկման process-ներ կսկսվեն։ Այս պահին ոչ։ Ամեն դեպքում գործին վերաբերելի պատասխանատու կերպով ասում եմ, գործին վերաբերելի որևէ փաստաթուղթ իր առարկա չեն վերցրել։
մի բան էլ ավելացնենք, հա, այսինքն ինչ է ստացվում, որ ամբողջ պետական իրավապահ համակարգը այսօր մոտ, եթե չեմ սխալվում, տեղեկություններ եկան, որ մոտ 70 հասցեով խոզարկություններ են կատարում, բոլոր հնարավոր գործարանները, սպորտային կոմպլեքս, չգիտեմ, օլիմպիական կոմիտե եւ այլն, բոլորը խոզարկություններից հետո կապարակնքվել են, այսինքն գործարանների գործունեությունը սպային պետությունը դադարեցրել է, այսինքն դա լուրջ վնասներ է պատճառում եւ պետությանը եւ ընկերություններին եւ այն քաղաքացիները, ովքեր արդեն կլինեն մոտ 1000-ից ավել, որ պետք է աշխատեն աշխատանքից ըստ էության սպային զրկված են եւ այլն։ Հիմա սա նշանակում է, որ պետական լծակները ամբողջությամբ կիրառվում է Ծառուկյանի նկատմամբ, ավելին ասեմ, նույնիսկ հենց այսօր հիշել են, որ Աբովյանի քննչական բաժնում ինչ որ քրեական գործ կա, որով այն կենթանիները, որ այստեղ պայմանական ազատ վիճակում են, այսինքն պահվում են, որոշել են, որ պետք է այս կենթանիները շատ վատ են այստեղ գտնվում, պետք է արագ վերցնեն, տանեն կենթանաբանական այգում փոքր վանդակների մեջ գցեն, որովհետեւ այնտեղ իրենք ավելի լավ են պահելու, այդ կենթանիների համար ավելի լավ է լինելու։ Այսինքն այս ամեն ինչ ուղիղ վկայում է նրա մասին, որ կոնկրետ մի կետից հանձնարարել են հնարավոր բոլոր եղանակներով ցավացնել, եւ սա իրավական գործընթացի հետ ոչ մի կապ չի կարող ունենալ։ Ճշտում եմ, ձեր նկարագրած այդ հայիրանական թեման, որով ասացիք իրեն պատրաստում են մեղադրանք առաջադրել, դա վերաբերում է խարդախությանը, թե փողերի լվացմանը, թե երկուսն էլ այդ նույն թեմայով է։ Մի քիչ նույնի շրջանակում է, բայց այն դեպքում, երբ որ հայկական կազմակերպությունն է ներդրումները կատարել, հիմնական ներդրումները եւ հակառակ կողմը իր խոստումները չկատարելով որոշակի չեմ ուզում ես ուրիշների արարքներին գնահատական դեռևս տամ, բայց կոպիտ ասած խարդախություն իրենք են կատարել, բայց փոխանակ այս պարագայում այս հայկական կազմակերպությունը, որովհետեւ երկկողմանի է կազմակերպությունները կամ դրա ներկայացուցիչները ճանաչվեն դուժող են ճանաչում փաստացի իրանական կողմը եւ սրանով ըստ էության մեր քաղաքացուն կամ մեր կողմի կազմակերպությանը հայկական կողմը դնում է վատագույն իրենք այսպես է միշտ, երբ որ որևէ հանցագործություն իրենք որակում են, դա կլինի խարդախություն, արգելից խուսափում, պարտադիր Հայաստանի Հանրապետություն կարծեք թե այս տիպի գործերով պարտադիր է դարձել, հետևից մի անգամից փողերի լվացում, որ ասենք թե ինչ արել այդ գումարը, որ լվացել է, իրենք չգիտեն։ Կա գումար, հետևաբար փողերի լվացում, իհարկե փողերի լվացումը դա չի բացարձակապես, փողերի լվացումը նաև որ դու ամեն ինչ պետք է անես տարբեր գործարքներով ծագումը եւ պատկանելությունը խեղաթյուրելու, իրենք այդ նման ոչինչ չեն նկարագրել, ընդհանրապես ձևական հոդվածներ, որպեսզի ավելի ծանրացնեն վիճակը։ Այս բան ավարտենք, մենք գնանք քննչական մարմին։ Կենթանիներին ասացիք տարել են ինչ որ քրեական գործի շրջանակում, հա, որ իրենք ասում են, որ կենթանիներին այստեղ պահելու իրավունք չկա։ Այսօր հիշել են դրա մասին եւ եկել են ու որոշել են, որ որոշ կենթանիներ հասկացել են, որ ամբողջը չեն կարող տանել, որովհետեւ եթե ամբողջը տանեն, նախ այդքան պետք է կարողանան պահեն։ Իսկ այստեղ այդ կենթանիները շատ լավ պայմաններում են պահպանվում, իսկ հիմա իրենք պետքա տանեն կենթանաբանական այգում, խոսքի մի քանի կենթանի փորձեն փոքր վանդակներում պահեն, ինչքանով կարողանան իրենք գիտեն։ Այս բան դեռևս տվյալ չունենք, առանձին գործողություն է կատարվում, դրա մասին առանձին կանդրադառնանք։ Շնորհակալություն։